Գիշերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում։ Երբ մեկ վայրում հավաքված են անհատներ, ում ժամանակ առ ժամանակ տանջում են կասկածները, սակայն մշտապես օգնում է համոզմունքը, մարդիկ, ում համար գեթ մեկ փոքր պարտությունը հավասար է մահվան, ուրեմն մաֆիան քաղաքում։ Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, շարունակում ենք Մաֆիան քաղաքում հեռուստանախագիծը։ Ողջունում եմ ձեզ, ցանկանում եմ այսօր լավ դիտում, ողջունում եմ իմ լավ ընկերներին, ովքեր նստած են սեղանի շուրջ, ողջույն բարեկամներ։ Կյանքում մենք ընկերներ ենք, սակայն այսօր եթերում մենք խաղալու ենք և ավաղ, այսօր ես լինելու եմ մի փոքր ավելի խիստ, քան կյանքում, որովհետև այսօր ես նաև կատարելու եմ ինչ-որտեղ մրցավարական գործառույթ։ Հուսով եմ դուք բոլորդ հիշում եք խաղի կանոնները։ Խաղի կանոններին ծանոթ եք, հիշում եք, թե ինչպես է կանխվում և պատժվում ցանկացած խախտում, որը չի մտնում խաղի կանոնների մեջ։ Տրամադրությունը այս պահի դրությամբ բարձր է, ես դա տեսնում եմ բոլորի գեղեցիկ ժպիտներից, այո, մասնավորապես մեր գեղեցիկ կանանց, և ես առաջարկում եմ տղամարդիկ, եկեք ողջունենք մեր գեղեցիկ կանանց, ովքեր այսօր ներկա են մեր սեղանի շուրջ։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը։ LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ և բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ և ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։
Lady Zone կանանց մարզասրահների ցանցը։ $379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Դե ինչ, եթե դուք պատրաստ եք, Լիկա ջանս, մենք պատրաստ ենք։ Գիշեր քաղաքում։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է շերիֆը, սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը։ Դոնի գլխավորությամբ ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաեւ խաղի շերիֆը, բարձելով կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Տրամադրված հաղթական եկել եմ, որ խաղամ, հուսամ լավ խաղ տեղի կունենա, վստահ եմ մենք կկրենք կապ չունի որ թմից լինեմ, տեսնենք։ Համար 2։ Կարող է հետաքրքիր խաղ լինի եւ կարմիրները իրար զգան, սևերը իրար զգան։ Համար 3։ Էլի ուզում եմ որ քաշեմ կարմիր խաղաքարտ։ Համար 4։ Շատ լավ տրամադրությամբ եմ եկել ու եկել եմ միանշանակ հաղթելու նպատակով։ Համար 5։ Լավ կլինի, որ շերիֆ ընկնի, գոնե մի խաղի ընթացքում կփորձեմ լավ խաղ ցուցաբերել։ Համար 6։ Սիրում եմ խաղալ կարմիր ու սիրում եմ լինել շերիֆ։ Համար 7։ Առաջի խաղը ես չեմ դիտարկել որպես խաղ, որովհետև այնտեղ թյուրիմացություն եղավ ու կարմիրները կոմանդը չխաղացին, ես ասել եմ դրա մասին, իսկ ինչ վերաբերվում է այս խաղին, ես շատ մարտական եմ ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ թիմը հաղթի, բայց ես վստահ եմ, որ սև անգնելու ինձ։ Գոնե այս անգամ։ Համար 8։ Միանշանակ հաղթելու ենք, վստահ եմ որ հաղթելու ենք ու իմ կողմից ամեն ինչ անելու եմ այդ հաղթանակի համար, թե լինեմ կարմիր, թե լինեմ սև։ Համար 9։ Ավելի շատ սիրում եմ սև խաղալ, բայց ինչքան խաղացել եմ, ամերը բաղ չի վիճակվել սև ընկնի։ Համար 10։ Չգիտեմ ինչ գույն եմ քաշելու, բայց ինչ գույն էլ քաշեմ, կարծում եմ լավ երևի թե խաղ կլինի, մարտական եմ տրամադրված։ Շնորհակալություն, քարտերը բաժանված են։ Արթնանում են սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։
Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։ Շնորհակալություն։ Ուզում եմ տեսնել շերիֆին։ Արավոտ։ Բարի լույս բոլորին, բարի լույս բոլոր խաղացողներին, ցանկանում եմ բոլորիդ բեղմնավոր արդյունավետ խաղ եւ սկսում ենք մեր առաջին օրվա քննարկումները։ Համար 1։ Ողջունում եմ բոլորին։ Մեզ հրաշալի խաղ եմ մաղթում, լավ տրամադրությամբ, բնականաբար ոչինչ չեմ կարող ասել դեռ, կարող եմ իմ գույնը ասել։ Հասկանում եմ, որ հասկանում եք, որ կարմիր է։ Շատերի հետ առաջին անգամ եմ խաղում այսօր, ողջուններս բոլորիդ։ Ցանկալի է առաջից երեկը չդրվի տեխնացիոն, ոնց որ լինում է, պիտի որ ասեք առաջինը լավ բացում չարեց կամ լավ բացում արեց, բայց ոչինչ չկա ասելու, խաղամ դեռ ժպիտից ելնելով երեքի հետ, խաղացենց եմ ժպտումա կարմիր է լինում։ Մնացած ընթացքում կերևա, կուզեմ շատ 7-ն էլ կարմիր լինի, որ ես 3-ը 7-ը եւ 10-ը միասին կրենք տարմիրներին։ Սեվի գույնը, տեսակ ինչ եղավ, 10-ի գույնը արդեն մոտարապես պարզ է։ 10 վայրկյան։ 7-ի, 3-ի եւ 10-ի հետ խաղամ դեռ։ Համար 4 ջան, ձեր հետ էլ կուզեմ խաղամ լավ ժպտացի։ Ժամանակ, շնորհակալություն համար 1, համար 2։ Բարև ձեզ, ես հույս ունեմ կրենք կարևոր չի գույնը եւ ձևը։ Շատ լավ բացում արեցիք, շատ հաճելի էր ձեզ լսել, մանավանդ որ վաղուց չէի լսել։ Շատ հաճելի կլինի լսել բոլորիդ, ես էլ բոլորիդ ողջունում եմ, բոլորիս հաճելի եւ լավ դրական խաղ։ Գույներից մասին ուզում եմ չխոսել։ Շնորհակալություն, համար 3։ Ողջունում եմ բոլորիդ։ Մեզ լավ խաղ եմ մաղթում, ինչպես համար 1-ը ասեց, իրոք կարմիր խաղացող եմ, որի համար շատ ուրախ եմ, համար 1-ը արեց շատ գեղեցիկ բացում, գեղեցիկ տեքստով, 50-50 կարող եմ տալ, համար 2-ը նույնպես ինչ-որ ինտրիգա ուզում մտցնի դրա համար այդպես ասում, բայց ես իրան էլի 50-50 եմ տալիս, ես ոչ սև, ոչ կարմիր չեմ դիտարկում, քվեարկություն չեմ դնի, կլսեմ մնացած մասնակիցներին եւ հետո կանեմ իմ վերլուծությունը։ Այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 3, համար 4։ Ողջույն սիրելի մասնակիցներ, մեզ ցանկանում եմ բարի խաղ, առաջին, երկրորդ եւ երրորդին չեմ ուզում գույներ տալ, ես ինքս իմ գույնը կասեմ, ես շարքային կարմիր խաղացող եմ, կուզենամ որ կարմիրները միանան եւ սևերին հաղթել։ Այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 5։ Ես էլ եմ ողջունում բոլորին։ Ուզում եմ ասել, որ գինու նման կարմիր եմ, կարմիր խաղացող եմ։ Ուրեմն ասեմ, այն ինչ եմ նկատել համար 4-ի վերաբերյալ, համար 4-ը գիշերը մինչև այդ ոնց նայեցի, ինքը տենց ոտքը ոտին գցած էր նստած ու ուշադրություն պահեցի, որ արդյոք առավոտյան կարող է ինչ-որ դիրքը տեղաշարժվի, չէ, երբ որ սև են լինում, դե երևի ինչ-որ պետք է ընտրենում են կրակելու գիշերը ինչ-որ եւ այլ, ինձ թվաց բան, հետո առավոտը նկատեցի նույն ձևով էր նստած, այդ դրանից ելնելով ճիշտ է ինքը փոքր բան է, բայց համար կարմիր խաղացող համար 4-ը, վատ խոսած համար 2-ը, այսինքն ինչ-որ բան չխոսած որպես համար 2, ընդունեք համար 2-ի տեխնացիոնը, սենց համար 2 ընդունված է։ Ինտրիգ համար, էլի խաղը։ Շնորհակալություն, ժամանակ։ Համար 6։ Ողջունում եմ բոլորին, ճիշտն ասած իմ համար սենց 1-ից մինչև 4-ը լսեցի, ոնց որ բոլորը մեկական խոսք ասած լինեն, ողջունելի խոսքեր, ոչ մեկի կանդիդատուրան չդրեց, ոչ մեկին չկասկածեց, իմ մոտ նես տպավորությունը ոնց որ սա 3 սևն է, պիտի այս կողմը լինեն, ինչը որ ես մի քիչ անհավանական եմ համարում, ինձ թվում է այն կողմից հաստատ կա մեկը սև, 5-ի ասածը մի քիչ իմ համար շատ կասկածելի թվաց, ինքը կարա լինի սև, դրանով փորձի իր երկրորդ սևին կարմրացնի բոլորի աչքի դեմ, իմ մոտ տենց կարծիք կարար կազմվեր, ճիշտն ասած, բայց կփորձեմ դեռ կլսեմ ձեզ բոլորիդ ու կհասկանամ ընթացքում, ընդունեք Okay, այդքան փոս։ Շնորհակալություն, համար 7։ Համաձայն չեմ համար 6 քեզ հետ, ողջունում եմ բոլորին։ Համաձայն չեմ, որ 5-ի հետ ես ճիշտ առաջի անգամ եմ խաղում, բայց ես չի որ ուզում եմ պաշտպանեմ, ընթացքը ցույց կտա, բայց 5-ը ինչ որ առհասարակ գիշերվա ինչ որ դիտարկումները կամ ինչ որ բաները չեն քննարկում սեղանի շուրջ, բայց շատ կուզեմ որ համար 4-ը
իրոք կարմիր լինի, 3-ին հավատում եմ, ալ կարմիր, որովհետև շատ եմ խաղացել, որը չեմ կարող ասել համար 1-ի եւ 2-ի մասին։ Համար 1 ջան, ինչի տենց ընտրեցիր քեզ կոմանդա, ինչի համար վաղը մի ուղակի ծանոթներ էինք, ինձ դա դուր չեկավ, որպես համար 1 ավելի, ասենք, բացումը պետք է լիներ երևի թե մի քիչ այլ տիպի։ 10 վայրկյան։ Մնացածներին սևացնելով, դրանով դուք ինձ մի քիչ այդքան լավը դուր չեկաք ու համար 2 կամ խաղի կանոնները չգիտեք, կամ էլ ուղակի ինչ որ Ժամանակ, շնորհակալություն համար 7, համար 8։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին։ Ուրեմն համար 1-ին իմ համար միանշանակ սև խաղացող է, այսօր կարող եմ բացատրեմ ինչի, փորձեմ այդ ամեն ինչը կազմակերպում շատ արագ։ Ուրեմն ինքը փորձում է վերստի թիմ 3, վերստի 7 կրիշ անել է կորոշում, այսպես ասած, ու շատ ինձ դուր եկա, որ համար 3-ը չասեց, վայ ինչ լավ է դուք ինձ դες տալում եք, ես էլ ձեզ, դրանով դուք իմ համար լրիվ կարմրում եք։ Ընդունեք համար 1-ի տեխնատությունը։ Համար 1 ընդունված է։ Թող խոսի համար 1-ը։ Կդնեք դուք։ Չեմ հանում տեխնատությունը։ Համար 5-ը ընդհանրապես խոսած ոչ համար 1-ից, ոչ 2-ից, ոչ 3-ից, ասենք ինչ որ մի հատ ոչ խաղային արգումենտով համար 5, դուք բան եք անում, չգիտեմ, գիշերը ոտքին եք գցած, փորձում եք անեկեն ինչ որ ուզում եք անել համար 1-ը, համար 3-ի եւ 7-ի հետ կապված, դուք այդտեղ սևանում եք։ Խաղում համար 7-ի հետ, խաղում համար 6-ի հետ, խաղում համար 3-ի հետ։ Ես կարմիր խաղացող եմ, ժողովուրդ, իմ համար սևերը 1, 5, 10 վայրկյան։ Շնորհակալություն, փաս։ Շնորհակալություն, համար 9։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիս։ Ուրեմն համար 2-ի խոսք իմ համար կասկածելի թվաց, որ հաղթանակա մաղթում, բայց չգիտի որ գույնին, սևին թե կարմիրին, հա, կապ չունի ով կհաղթի, դե այդ առումով մի քիչ սևացակ իմ համար 2 ջան, համար 5-ն էր էդի նկատել, այդ առումով համար 5-ին մի քիչ ավելի կարմիր եմ տեսնում, 3-4-1 չեմ կարող բան ասեմ, 50-50 առայժմ, ու մեկը բացում արե, շատ լավ բացում արե, բայց ինչքան կարմիր է, այդքան է կարա սև լինի։ 6-7-8 գույն չեմ կարող տամ այս պահին։ Երևի հաջորդ շրջանին նոր ավելի կոնկրետ կարողանամ ասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 10։ Գիտեք, նախ ի սկզբանե սխալ է դնել առաջին ցերեկը տեխնատություն։ Ինչի, որովհետև սևերին է ձեռնատու, որպեսզի առաջին ցերեկը մի հոգի կարմիր մի հատ տենց սիրուն դուրս գա։ Իմ կարծիքով ընդամենը մի հատ բարեր ձեզ ենք ասել, ընդամենը ուրիշ որևէ մեկը ոչինչ չի խոսել։ Հիմա, հա, քանի դեռ չլուտան չեն կարել 2, 3, 4, 5, 6 մեկի դեմ են քվեարկում, հա, 2, 3, 4, 5, 6 7, 8, 9, 10 ու 1 2-ի դեմ, հա, որպեսզի կիսվի ձեները։ Մեզ հիմա ձեռնատու չի, որպեսզի մեկը դուրս գա, որևէ մեկը, то есть նկատի ունեմ, որևէ մեկը դուրս գա, որովհետև միշտ կարմիր է դուրս գալիս։ Գիշերը ես կցանկանայի, որպեսզի ստուգվեց 5-ը, եթե շերիֆը կցանկանա, հա, 5-ը թող ստուգվի ամեն դեպքում, մեկ էլ մյուս ցերեկ, մյուս գիշերել 1 ու 10 թող ստուգվի, որովհետև այդտեղ պրոտիվապոլոժնի մի բան կա, то есть եթե մեկը ստուգվեց սևա, ուրեմն միանշանակ կարմիրա 10-ը։ Ու նաև նույնը հակառակը։ 2, 3, 4, 5, 6 Ժամանակ, շնորհակալություն, համար 10 ժամանակ։ Եվ այսպես, անցնում ենք քվեարկության։ Ունենք 2 տեխնատություն, համար 2 եւ համար 1։ Կրկնում եմ, համար 2 եւ համար 1։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն, 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն, 5 ձայն։ Հետևաբար ձայները հավասարաչափ բաժանվեցին 2 մասնակիցների միջև, դա նշանակում է, որ մենք կրկին պետք է խոսելու հնարավորություն տանք համար 2-ին եւ համար 1-ին 30-ական վայրկյան։ Դուք ունեք 30 վայրկյան համոզելու համար, ստիպելու, չգիտեմ, միգուցե էլի ինչ-որ մի լավ կամ վատ բան ասելու համար։ Եվ այսպես, 30 վայրկյան համար 2։ Ես կարմիր խաղացող եմ, խնդրում եմ ինձ չհանեք համար 5, դուք ես ձեզ հետ եմ խաղում, ինձ հանկարծ չհանեք, խնդրում եմ, այդքան բան։ Եթե ձեր մեջ այսքան մարդ կա, այսքան, ինձ չհանեք, ոչ եմ ձեզ թողանեմ, կամ ձեզ թողանեմ, լավ։ Շնորհակալություն համար 2, համար 1։ Իրականում նորմալ չէր 8-ի դրած երկրորդ տեխնատությունը, որ ուզեցիք մենք խոսանք, խնդիր չկա։ Ես այն ներքին զգացողությամբ, ինտուիցիայով ասեմ, թե ինչ մտածում եմ 2-ը սև է։ Տենց մտածում եմ։ Ինձ թվում է սև է, բայց միևնույն է, թող 2-ը մնանք խաղի մեջ։ Գիշերներ լինի, ստուգումներ լինի, 10-ը ոնց որ կարմիր իր խաղն է խաղում։ Նույն ձև ենք քվեարկում։ Համար 10 նկատողություն, համար 1 ժամանակ, շնորհակալություն։
Եվ այսպես կրկին քվեարկում ենք, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը, շնորհակալություն 5 ձայն։ Կրկին հավասարաչափ բաժանված ձայներ եւ դա նշանակում է, որ ոչ ոք չի լքում։ Խաղը գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 5-ին։ Արթնանում է Դոնը եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Արթնանում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց եւ գտավ կարմիր խաղացողի։ Բոլորի աչքերը մնում են փակ։ Համար 5։ Այսպես փակ աչքերով ձեր կողմից կասկածվող 3 սևերի թվերը։ Նա չկարողացավ ճիշտ գուշակել սևերին եւ չի ստանա մրցաշարային հավելյալ միավոր։ Շնորհակալություն։ Առավոտ։ Համար 5, 1 րոպե մահախոսական։ Դե պարզը ուզում էի արթնանալ, ասել երևի շերիֆին ստուգելա, որ կարմիր եմ խաղանք համար 8 լրիվ անիմաստ հա, դες մի հատ արգումենտ էր, ինչ-որ բաներ, ասեցի, որ գիշերվա հետ կապված, ու այդ պրոստը նկատել էի, բան չկար ասոբ ինչ-որ բան խոսալու, էդի էի ուզում խոսայ։ Համար 2-ը չի համոզում ինքը, որ կարմիր խաղացող է, չգիտեմ այդ, որ տենց բան չես ասում ուղղակի է, ինչի համար ես դու կարմիր, ոնց է, մի խոսքով։ Համար 8-ն է իմ համար սև խաղացող, շերիֆը թող անպայման ստուգի համար 8-ին, որտեվ արգումենտ գտավ, միանգամից կպավ, ես կարմիր խաղացող ինչ-որ բան չէի արել, նորմալ է խոսացել էի։ Համար 7-ը վտանգավոր խաղացող է, ինչ-որ մի քանի բաներ, միանգամից համար 1-ին սև, համար 8-ը կպավ, համար 7-ը 7 հետ ինչ-որ բան, շերիֆը անպայման թող ստուգի համար 8-ին, իմ համար սև խաղացող է։ Այսքանը, լավ խաղ եմ մաղթում բոլորին։ Շնորհակալություն, համար 5 ճանապարհենք համար 5-ին։ Ճիշտ է, շերիֆ չընկավ ինձ, մի քիչ տխրել է այդ պահով, բայց ինձ թվում է, որ կարմիրները կհաղթեն։ Ինձ տենց է թվում։ Օրինակ համար 7-ը վտանգավոր խաղացող էր, եթե սև լինի համար 7-ը, կարա նաև սևերը հաղթեն։ Շարունակում ենք խաղը եւ քննարկումների փուլը շարունակում ենք համար 2-ից, համար 2, 1 րոպե։ Ըստ էության սևերը շատ կազմակերպված են խաղում եւ իմ կարծիքով համար 5-ը գնաց կարմիր։ Եվ արդեն լրջանալու պահն է եկել, սիրելի կարմիրներ։ Ես ուզում եմ հավատամ համար 5-ին եւ ուզում եմ կասկածեմ ձեզ վրա։ Եվ խնդրում ընդունեք համար 1-ի տեխնացությունը, որովհետեւ համար 1 ընդունված է։ Դուք ինձ համար явно Դոն եք խաղում։ Դուք Դոն Անտոնիոն եք։ Ես կասկածում եմ համար 1-ի Իրինա Նարությունյան հրաշալի է խաղում, համար 7-ի տեխնացությունն էլ ընդունեք, թաչում կա։ Համար 2-ի տեխնացությունը, շնորհակալություն։ Շնորհակալություն համար 2, համար 3։ Շատ դժվար իրավիճակ է, ես կարելի ասել Ստեփանի ամբողջ Ստեփանի կողմից արդեն առանց ստուգվելու կարմիր խաղացող եմ համարվում ու իրոք կարմիր խաղացող եմ, կարող եք հիմա եթե կարող բաներ ասեմ ինձ հակառակը տակ, բայց ես ախ մեկին կարմիր եմ տեսնում, կարող սխալվեմ։ Ես ձեզ էլ եմ բայց կարմիր տեսնում, բայց դուք հակառակ եք խոսում, այդ դրանից եմ։ Իմ համար 8-9, բայց 6-7-ի մեջ 50-50, մենակ 7-ին մի նայեք, 6-ին էլ ուշադիր եղեք։ 4-ին էլ եմ կարմիր տեսնում, քվեարկություն չեմ դնի, որպեսզի չխանգարեմ կարմիր թիմին։ Այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 4։ Շնորհակալություն, երկրորդ համարը ինձ համար սև է խաղում, որովհետև երբ որ ես սև եմ ընկնում, մի փոքր խառնվում իրար, սկսնակ խաղացող։ Ինձ համար նա սև է խաղում, կասկածում եմ 1-2 եւ շերեֆին կխնդրեմ, որ երրորդ համարին ստուգի, եթե ինքը լավ կարմիր խաղացող է, ես միանշանակ կարմիր թիմ կվերցնեմ քեզ։ Շնորհակալ եմ, փաս։ Շնորհակալություն, համար 6։ Ճիշտն ասած, իմ համար 2-ը չի թվում սև խաղացող, ես պրոստը կարամ ընդունել, որ ինքը ասենց մոլորված կարմիր է, որը խոսում է, բայց իրականում
Ինձ տենց է թվում, բայց որ մեկի ու երկուսի մեջ կա գույնային տարբերություն, դա իմ կարծիքով հաստատ կա։ Երեքի խոսքը տարօրինակ թված ինձ մի քիչ, որովհետև, բայց Երկուս ջան, եթե դու կարմիր ես, դու համ խոսում ես, ասում ես, մեկը իմ համար սև է, ընդունեք 7։ Մի քիչ դրանով դու մեզ սաղից մոլորացնում ես, հասկանում ես, դու պետք է ասես ընդունեք 1, ու արդեն ընթացքում կհասկանաք։ Համար 1 հաստատված է։ Ընդունեք 3, որտեվ ինքն էլ իմ համար շատ կասկածելի է, 4-ի հետ։ Համար 3 ընդունված է։ Կխաղամ, ասում ասեք աշխատել, կխաղամ 8-ի հետ, իր լոգիկան ինձ դուր եկավ, կմիանամ 8-ի հետ։ 10 վայրկյան։ Դեռ այս պահին 8-4 կխաղամ։ Փաս։ Շնորհակալություն, համար 7։ Ընդունեք 2, ընդունեք։ Համար 2 ընդունված է։ 10։ Ինչի համար, բացատրեմ, որ 1-2-ի մեջ հաստատ գույնային ինչ-որ բան կա, աստեղ էլի դիտարկել են։ Ուզում եմ ձեզ լսեմ, բայց դա փաստ չի, որ դրել եմ ու պետքա քվեարկեմ։ Ես արդեն իմ կարծիքով գտել եմ 2 սև խաղացող, ուշադիր եղեք, երբ որ համար 5-ին վերջի խոսքը ասում էր 30 վայրկյան համար 2-ը, ասեց ես 5-ի հետ եմ խաղալու, համար 2, ես հասկանում եմ, որ մի քիչ կանոններին չեք տիրապետում, դրա համար մտածեցիք, որ հիմա պետք է այդ 5-ին, որովհետև պայմանավորվել եք, որ 5-ին գիշերը պետք է հանեք, միանշանակ համար 2-ը սև խաղացող է, ինձ համար, ես չգիտեմ ինչի է 3-ի վրա նակատ գնում, ինձ համար 3-ն էլ է կարմիր խաղացող, ճիշտ ասած 8-9-ի մեջ էլ դիտարկում եմ, որ մի հատ սև կա։ Շնորհակալություն։ Ժամանակ, շնորհակալություն համար 7։ Համար 8։ Շնորհակալություն, ընդունեք 4։ Համար 4 ընդունված է։ 4-ը ինձ ասում է 1-ը սև է, 5-ը սև է, հետո ժեստիկուլյացիայով տեսնում եմ, որ 7-ին ասում է, որ կարմիրը 3-ը, ինչ որ sense խաղը փորձում ինչ որ թիմ ձևավորի ինչ որ նման բաներ, չէ, ես չեմ սևանում։ Ժողովուրդ, շերիֆը չեմ ուզում ինձ ստուգի ինչի, ստուգում է փչացնելու, կարմիր խաղացող եմ, ասենք ես համար 5-ի վրա ով է քշե, սև մարդը քշի, այն մարդու վրա ում պետք է գիշերը կկրակեն։ Անիմաստ է, բերեք ինձ այդքան տեղ է խնդրում կարմրացնենք, թիմա, մենք հիմա թիմ չունենք կարմիրների։ Միանշանակ քվեարկելու եմ 4, քվեարկելու եմ 1 4-1, որի կողմը քվեարկեն 9-10-50 տենում, հələ որ չեմ հասկանում։ Երկու սև է հետ իմ մար կթել եմ արդեն լավ է։ Սպասենք։ Շնորհակալություն, համար 9։ Շնորհակալություն, նայեք ժողովուրդ, ուրեմն առաջի կռուգում ես համար 5-ին կարմիր տեսա ու երևի թե 1-ից մինչև 5 ավելի շատ 5-ի հետ էի խաղում, բայց գիշերը 5-ը խփվավ։ Մեկը երկուսին եմ տենում սև խաղացող կամ ոնց որ համար 6-ը ասեց մոլորված կարմիր խաղացող, բայց ավելի շատ իմ համար սև է, չգիտեմ։ Կփորձեմ խաղալ 3-ի հետ ու 1-ի ու 10-ի մեջ եմ մի հատ սև տեսնում, բայց որ մեկը դեռ չեմ կարող ասեմ, երևի կխոսան նոր ավելի կոնկրետ կհասկանամ։ 8-ին կարմիր եմ տեսնում, 7-ին կարմիր եմ տեսնում, պրինցիպի 6-ին էլ եմ կարմիր տեսնում։ Այդքանը փաս։ Շնորհակալություն, համար 10։ Համար 7, չհասկացա։ Ուրեմն ասում եք սենց, 1-ը ու 2-ը երկուսն են սև են, բայց ընդունեք 10-ի թեկնածությունը։ Խաղի կանոններից էի քիչ առաջ խոսում, հա, բայց խաղի կանոնները գիտակցելով, հասկանալով նման քայլ թույլ տալը դա սևի քայլ է ինձ համենը։ Եթե սևա 1-ը ու 2-ը, ինչի է դրվում 10-րդի թեկնածություն։ Որ խոսի, 10-ը այսպես թե այնպես խոսի, հիմա չունի։ Իմ կարծիքով 8 ջան, ներողություն, բայց երևի թե 4-ը կարմիր է։ Պետք չի, 4-ին ինչի ոտ է։ Կարմիր մարդն է ստացա ու անկեղծ, պարզ, իմաստ չունի, հիմա մի հատ ավելորդ կարմիր համել։ Եթե շերիֆը ստուգել է ու գտել է սև, չեմ կարծում, ինձ թվում է կարմիր է ստուգել, որովհետև ոչ մի կոնկրետ չկար դրված թեկնածություն։ Ես երևի թե 1-ի ու 2-ից կհանեմ 1-ին ինչի համար, որտեղ դու ինձ համար վտանգավոր խաղացող ես։ Համենայնդեպս ինձ համար ես կարծում եմ, որևէ մեկին չեմ ուզում ստիպեմ, բայց ես շնորհակալություն համար 10 ժամանակ։ Համար 1։ Համար 10 քեզ քվեարկելու համար 1-ի մետ չարեմ 1-ը։ Խոսքա բացում արի, սևերն էլ վրա հետվե, ուրեմն դու ես սևը, շերիֆը ես գիշեր քեզ կստուգի ըստ երևույթին։ Ընդունեք 7-ի տեխնացությունը։ Համար 7 ընդունված է։ Ոչ մի կրիմինալ քրիտիկական բան չի ասել, ты на меня гонишь, дорогая։ Դու սև ես։ Խոսքով, ինտուիցիայով 8-ը շատ սև խաղաց, շատ։ Բայց աղերսում է իրան չստուգի շերիֆը, որ ժամանակ չկորցնի։ 2-ը, համար 2-ը կարմիր խաղացող է, ես էլ 2-ն էլ կարմիր խաղացող ենք։
10 պետք է ես գիշեր ստուգվի, 10 պետք է ստուգվի ես գիշեր։ Դե ուրեմն երկուսն էլ չի գնում, ես էլ չեմ գնում, ընդունեք 7-ի տեխնացիությունը, որտեղ կպած ուզում եմ 1-2-ից մեկին 8-ի չեք ուզում։ Կարող է 6-7 լնեն սևերը կամ 9-ը իրանց հետ։ 10 վայրկյան։ Ես սաղ կարմիր եմ տեսնում, այն կողմերը 3 սև են։ Եթե 10 համար իրանց հետ սև լինի, պրավալա սա։ Դե ուրեմն ին վրա տեխնացիություն չեք դնում, չեք քվեարկում։ Ընդունեք 7 Ժամանակ, շնորհակալություն։ Շնորհակալություն համար մեկ։ Շնորհակալություն եւ ունենք 5 առաջադրված տեխնացու։ 5 առաջադրված տեխնացու։ Այս պահի դրությամբ սեղանի կեսից ավելին։ Դրանք են համար 1, համար 3, համար 2, համար 4 եւ համար 7։ Կրկնում եմ, այնքան շատ եմ, որ կրկնում եմ։ Համար 1, համար 3, համար 2, համար 4 եւ համար 7։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 1։ Ես շերիֆն էի ստուգել եմ երկուսին կարմիրա, բացի 9-ից բոլորը իմ դեմ են դրես, քանի հատ սև կա այս խաղի մեջ։ Սամվել դու եթե կարմիր ես քեզ արժի հանեն, չէ, հանեք սև ասա։ 7-ը սև է։ 7-ը սև է, նես չի որ 100% այս կողմերը սա։ 7-ը նոր 4-իներ նայում, ինչ որ բաներ ուզում ասել կամ 3-ին։ Երկուսին ստուգեցի իր այդ բան ոնց որ հասկացա խաղը այդքան լավ չեք տիրապետում են։ Դե բա տենց կլինի, պրոստը շերիֆ անեցիք, ուզում էի 10-ին ստուգի ես գիշերել, որ սենց խաղային։ Բայց դե եթե դու կարմիր ես, շատ վատ բան է, դու սև ես հաստատ, որտեղ հանը դե ուրեմն սխալ արեցիք։ Նայեք, բոլորը սենց դրեցին, դուք էլ այն դեմ դրեցիք, շատ խնդալու էր։ Շերիֆ կա ուրիշ։ Ես մաղթում եմ Համար 8 նկատողություն։ Մաղթում եմ սևերի հաղթանակ, որտեղ սենց խաղ փչացնել это я не знаю, до свидания։ Շնորհակալություն, ճանապարհենք համար 1-ին։ Երբ որ առաջի համար եմ նստած, վերջում ես խոսում, հերթը հասավ ինչ չկարողացա համոզել, երևի Իստված որ պիտի որ հասկանան, երկրորդ համարին ստուգեցի կարմիր էր, ամենաշատ երկրորդ համարն էր, ասի ստուգել եմ, քեզ չհավատացին, չգիտեմ։ Սևերը օգնեցին կարմիրներին, որպեսզի կարմիրները պարտվեն։ Առաջի ցերեկ, երկրորդ ցերեկ հանում են շերիֆին, это я не знаю։ Գիշեր։ Որսի են դուրս գալիս սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 2-ին։ Դոնը չստուգեց ոչ ոքի, քանի որ գտել էր շերիֆին։ Արթնանում է շերիֆը եւ փորձում է գտնել Շերիֆը չստուգեց ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէր։ Արավոտ։ Բոլորդ գեղեցիկ եք։ Համար 2, ասա որ բոլորը գեղեցիկ են, չէ՞ մեր կանայք։ Այ դու կարող ես այդ ամենը ասել նաև քո վերջին խոսքի ժամանակ համար 2։ 1 րոպե մախոսական։ Դե համ ճիշտ արեցիք, որ հանեցիք, որովհետև էլի մի բան խանգարելու էի խաղի մեջ։ Բայց իմ կարծիքով սևերը շատ կազմակերպված են խաղում, ես նորից կրկնում եմ համար 7։ Դուք իմ համար սև եք այս խաղի ընթացքում եւ վերջ։ Համար 6-ն էլ մի քիչ, չգիտեմ, համար 8-ին հավատում եմ, համար 9-ի վրա հələ ընդհանրապես չեմ կասկածում եւ համար 10-ին չեմ կասկածում։ Ուրեմն դուք լավ եք խաղում։ Բոլորիդ լավ խաղ, ապրեք, շնորհակալություն, որ ինձ այսքան դիմացաք։ Շնորհակալություն համար 2, շնորհակալություն խաղի համար, ճանապարհենք համար 2-ին։ Կարմիրները շատ թույլ էին խաղում, որովհետեւ ինչ որ մի հատ sense problem կա, էլի իրար չեն հասկանում, իրար չեն գտնում։ Էմիլ, բայց քեզ ոնց առաջի գիշեր կրակի մի անգամից։ Բայց չկա, դժվար կարելի է։ Եթե կոմանդայով խաղան, դե ներողություն արդեն մերել եմ, այն աշխարհում եմ ուժի։ Եվ քննարկման ցերեկը սկսում ենք համար 3-ից, համար 3 խնդրեմ։ Շատ դժվար քննարկում ա լինելու, համար 1-ը տվեց կարմիր, համար 2-ին, ծեվացրեց 7-ին։ Ուզում էր որ մենք հակառակը տեսնենք, մտածենք սևա 2-ը, կարմիրա 7-ը, չեմ կարող ասեմ, համենայն դեպս 6, 7, 9 իմ համար կասկածելի են։ Եթե համար 1-ը գնացել է սև, կարա լինի հետի սևերը 6, 7։ Եթե գնացել է կարմիր, շատ դժվար է։ Հիմա ես արդեն ես խաղում եմ ձեզ հետ, խաղում եմ 4-ի հետ։ Մնացածը ինձ համար 50-50 են։ Այսքանը փաս։ Շնորհակալություն։ Համար 4։ Համար 1 ինձ համար սև է գնացել, 2-ին էի կասկածում, բայց 2-ին խփելով սևացրել հանել են, հա։
չգիտեմ, շերիֆը ստուգել է երրորդ համարին թե չէ, որ ես խաղամ երրորդի հետ։ Երրորդի 6-ի 8-ն եմ շատ կասկածում սև, որովհետև 8 համար ես 5 համարին ընդհանրապես բան չեմ ասել, որ ինքը սև է, թե կարմիր է։ Որտից վերցրեք, որ ես ասեցի ինքը կարմիր է։ Քվեար տեխնացությունը դրեք 8 համարին։ Խնդրում եմ 8 համար ընդունեք։ 8 ընդունված է։ 9-ի մասին որ չեմ կարող ասել, կամ կարմիրա կամ սևա, ոչ մի չեմ կարող ասեմ։ Դե 10-ի իմ համար կարմիրա։ Հաս։ Շնորհակալություն։ Համար 6։ Ժողովուրդ, ինչի եք մտածում, որ համար 1-ը եղել է շերիֆ։ Շերիֆը ես եմ խաղի։ Ստուգել եմ 2-ին, ինքը եղել է կարմիր խաղացող, առաջի գիշերը։ Ստուգել եմ 7-ին, ինքը եղել է կարմիր խաղացող։ Իմ համար դրանից մեխանիկորեն 1-ը դառնում է սև խաղացող, որը փորձում է կարմիրին փուռը տալով բրկի խաղը։ 7-ը, հա, ես քեզ եմ ստուգել գիշերը կարմիր ես։ 2-ը եղել է կարմիր, ես ախր ձեզ դուք որ ինձ ժեստիկուլյացիայով ասում եք, ես ձեզ փորձում եմ հասկացնել, որ ինքը կարմիր խաղացող է։ Դե հիմա ինձ թվում է 1-ը եթե լիներ շերիֆ, ինքը առաջի գիշերը չէր նակատաներ 2-ի վրա, որտեղ ինքը ասեց ես դնում եմ 2-ի տեխնացությունը։ Եթե ինքը շերիֆ է, ստուգել է առաջի գիշերը 2-ին, ու գիտի ինքը կարմիր է, ինչի է ինքը իր տեխնացությունը դնում։ Մեկ մտածեք, սխալ եմ ասում։ Ես կլսեմ ոնց մնացածները կասեն։ 10 վայրկյան։ Ում եք դրել դուք։ Չեմ ստուգել։ Թունեք 10։ Թող մի քանի հատ լինի մտածենք ընթացքում։ 10 ընդունված է։ Համար 7։ Համար 10 ջան, շատ հետաքրքիր խաղաստացում։ Ես ուղակի ինձ պետք էր, ես ինչի դրեցի 10-ը, որովհետև ես ձեր 2-ի մեջ ռազմացվետնի գույն էի տեսնում։ Ու համար 1-ը ինձ համար, չգիտեմ, շատ տարօրինակ էր խոսում, բայց որ դուք համար 1-ին ճանապարհեցիք, ու համար 2-ն էլ համար 1-ին, որը նակատ էր անում։ Դրա համար եմ ես միայն դրեց ձեր տեխնացությունը։ Միայն ու միայն։ Դուք ինձ համար կարմիր, ես ձեզ ասեցի ու զգուշացրեցի։ Որը չեմ կարող ասել համար 6 ձեր մասին, որովհետև հիմա ինձ գրպան եք անում, ինձ ջեբ եք անում, որ ես հավատամ, որ դուք ինձ ստուգել եք։ Շատ անհասկանալի եք խաղում։ Հավատում եք իր շերիֆությանը։ Չէ, ես կարմիր եմ, բայց դու գիտես, որ ես կարմիր եմ, եթե դու սև ես։ Համար 6 նկատողություն։ Ընդունեք 6-ի տեխնացությունը, խնդրում եմ։ Համար 6 ընդունված է։ 10 վայրկյան։ Ձեր խոսքը դուք արդեն դաժե չգիտեիք որպես սև խաղացող, չգիտեք ում վրա, ասենք 8-ին, չէ, ում ա դրած։ Ժամանակ, շնորհակալություն համար 7։ Շնորհակալություն, ընդունեք 6, ժողովուրդ, ով համար 6 հաստատված է։ 6-ի դեմ չի քվեարկում, չգիտեմ, լավ չի խաղում ինքը որպես կարմիր։ Միանշանակ 6-ը ասենք այդ ոնց է լինում համար 6, որ դուք ստուգում եք մի օքի մեղել եք ստուգում խաղաղային տերմինով եմ ասում։ Մի օքի կենթանի մարդ ու համար 7-ը ճիշտ է ասում։ Փորձում եք ջեբեք, որպեսզի թելվեք իր հետ, մինչև վերջ ձեր պաշտպանի վերջում ծափել լսենք, թե դուք սևերով ոնց եք հաղթում։ 6-ը միանշանակ խաղից լքում է որպես լեժեր շերիֆ, մյուսը 9-ն է, որ տեքստերը փորձում է դանդաղ ինչ-որ բաներով լսի կոնկրետ այսօրինակ ուզում հիշեմ համամար են ջան դուք ինչ եք հստակ ասել, չեմ կարող հիշել։ 10 վայրկյան։ Քվեարկում ենք 4 ժողովուրդ, էլ բերեք չերկարացնենք 4 ներողություն 6 Ժամանակ լրություն, շնորհակալություն։ Համար 9։ Շնորհակալություն։ Համար 8 նկատողություն։ Ես կարմիր խաղացող եմ, չգիտեմ դուք տեքստերին ուշադիր չեք եղել, ես էլ եմ ասում ամենաառաջրոյական կռուգում 5-ի հետ եմ խաղացել, 5-ը կրակվել է, հետո 2-ին եմ սև տեսը պարզվեց, որ կարմիր է, 1-10-ի մեջ ասել եմ, որ մի հատ սև կա։ Ամեն դեպքում ես 7-ին կարմիր եմ տեսնում, ձեզ էլ եմ կարմիր տեսնում, ավելին ասեմ, 10-ին էլ եմ կարմիր տեսնում։ Իմ մոտ կասկածելի 6-ն է, 6-ը հա, այս կրուկ թող գնա։ Մեկ էլ 3-4-ի մեջ կարա մի հատ սև լինի, չգիտեմ։ Այդքանը փաս։ Շնորհակալություն, համար 10։ Շնորհակալություն, համար 6 ես մոտավորապես 20-25 տարի այս խաղը խաղում եմ, գիտեք իմ տարիների ընթացքում այնքան խաղացողներ են, եղել են կանայք, որոնք կարողանում են շատ լավ խաբել, բայց լինում են կանայք նաև ովքեր չեն կարողանում խաբել։ Նու բարեկրթությունից է, երևի թե ներքին, թե ինչից է, հա։ Հիմա ես ձեզ ուզում եմ այդպես էլ հավերագրեմ, որ չեք կարողանում խաբել։
Մեզ համար միակ շերիֆը դա եղել է համար 1-ը։ Եթե դուք բացվում եք որպես շերիֆ, բայց այստեղ նաև Սևանումա գիտեք ով։ Գիտեք ով է Սևանում նաև։ Համար 8-ը։ Ուտել է Սևանում, որտեղ հասկացա, որ արդեն ցակվել է շերիֆը, որ եկեք դա բրթենք, որպեսզի մենք էլ կարմրենք, չէ։ Ուրեմն հիմա 6-ը դուրս է գալիս միանշանակ համար 4 ջան, համար 9 ջան, համար 3 ջան, որովհետև մի հատ կարմիր կորցրելու դեպքում պարտվում ենք համար 4, 1, 2, 5 կարմիր են եղել, եթե մի սև հիմա դուրս չգա, մենք մարտվում ենք։ Խայտարակված ձևով ենք մարտվում։ Դուրս է գալիս համար ընդունեք համար 6-ի տեխնացիոն, շնորհակալություն։ Համար 6 հաստատված է։ Եվ այսպես ունենք 3 տեխնացու։ Նրանք են համար 8, համար 10 եւ համար 6։ Կրկնում եմ, համար 8, համար 10 եւ համար 6։ Ովքեր են կողմ, որ խաղալքի համար 8-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղալքի համար 10-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Եվ 5 ձայն ձեզ բաժին ընկավ համար 6, հետեւաբար դուք լքում եք խաղը եւ ձեր 1 րոպե մահախոսական։ Եթե կարմիրները էլի սենց չհամախմբված են խաղում, ինչ ասա, փաս։ Շնորհակալություն, ճանապարհենք համար 6-ին։ Մենք կարենք հենց հիմա հենց այս բանին խաղը կրենք 3-3-ով ավարտենք այս խաղը, որտեղ 3 հատ սև էր մնացել։ Գիշեր։ Սևերը դուրս են գալիս որսի եւ ցույց են տալիս իրենց հերթական զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 2-ին։ Արտանում է Դոնը։ Ոչ Դոնը եւ ոչ էլ շերիֆը չստուգեցին ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէին։ Արավոտ։ Դուք բան եք զգում համար 8, որ այսպես արեցիք։ Ուրեմն 1 րոպե մահախոսական։ Այստեղ շատ իրականում խոսալու բան չկա, ժողովուրդ։ 4-ն է գնում։ Չէ, դե 4-ն էս կրակեց, որ չէ, դե լավ։ Այս մարդը թիմա պահում համար 10-ել, չգիտի ոնց անի 4-ի դեմ քշում է, հետո մի մոռացեք իմ դեմ միակ են հոմլես ձեռները, որ քվեարկեցին համար 4, համար 6, որ մի հրաշքով կիսոցի, մի տենց 8-ի հետ կիսվի բան լինի, չէ, միանշանակ 4 պիտի խաղապրստի արդեն, էլի։ Եթե չէ համար 9, բայց 4-ով պիտի որ ավարտի, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն համար 8 ճանապարհ ենք համար 8-ին։ Սկսում ենք հերթական քննարկման ցերեկը։ Համար 4։ Խնդրում եմ Կարմիրներ ջան, հաստատ համոզված եղեք, որ ես կարմիր եմ խաղում։ Խաղի մեջ հաստատ մնացել է 7 համարը ու 10 համարը սև։ 10 համար։ 10 ընդունեք։ Համար 3 նկատողություն։ Խնդրում եմ ընդունեք 10 համարի տեխնացությունը։ Համար 10 ընդունված է։ Որտեվ չախկալներին չպետք է հավատան։ Ես իմ միակ թերությունը նա է, որ ես մարդկանց շատ շուտ եմ վստահում, դա թերությունն է։ Բայց դուք իմ համար սև եք խաղում, այնպես որ կարմիրներ հաստատ 10-ին հանում ենք, մենք կրում ենք։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 7։ Համար 3, մի հատ խաղացող է մնացել։ Մի հատ։ Սև։ Սև։ Համար 3 նկատողություն։ Ինչին ինչ եք դիտարկում, որ եթե խաղը չի բրծում։ Համար 3 կարող է տենց սովորել ես խաղալ, չգիտեմ։ Բայց ես հավատում եմ, սկզբից ես ձեր հետ էի խաղում։ Համար 6-ը միանշանակ սև գնաց ու դա չի էլ քննարկվում։ 9-ը շատ պասիվ ես քեզ պահում։ Չգիտեմ, փաս։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 9։ Շնորհակալություն։ Ինձ խոսք չէր տվել, դրա համար չէի խոսում։ Ժողովուրդ, իրականում չեմ կարող ասեմ, մի հոգի սև է, չէ՞ մնացել խաղի մեջ։ 2 հոգի սև։ Այդի вообще եք բարթացնում խաղը։ Չեմ մանում 14 երևի։ Ну, ոչ մեկի տեխնացությունը չեմ դեմ ես վային, բայց չեմ մանում։ Եթե սևերը հաղթեն, ուրեմն կարմիրները շատ վատ են խաղացել։ Ախր 10-ին ես կարմիր եմ տենում, եք չգիտեմ։ Բայց եթե տենց համոզված եք, ուզում եք 10-ին հիմա ճանապարհի, բայց այդ դեպքում եթե 2 հոգի են մնացել, խաղը պրծնում է։ 10 վայրկյան։ Շնորհակալություն, բաս։ Շնորհակալություն, համար 10։
համար 3 ջան, եթե կարմիր եք, ուրեմն հիմա հարկավոր է որպեսզի միանալ։ Ազնիվ։ Հա, 4-ը պետք է դուրս գա։ Մեզ մոտ 2 սև է հիմա մնացել։ Հիմա ասեմ, 6-ը սև է եղել։ Ինչի՞։ Որովհետև եթե 1 ու 6 բացվում են 2-ն էլ շերիֆ ու միանշանակ այնտեղ շերիֆը միանշանակ համար 1-ն էր, բացվեց 2-ը կարմիր տվեց, խփեցին գնացին։ 4-ի ու 7-ի կապը ինձ դուր չի գալիս։ Հիմա բայց եկեք 4-ին հանենք, հա։ Եթե այդպես արվում, ուրեմն դուք սև եք։ Եթե կարմիր եք, մենք պարտվելու ենք խաղը։ Հիմա ես ձեր ասելու համար, մենք խաղը պարտվելու ենք, եթե դուք հիմա բարձրացնեք ոչ 4-ի դեմ։ Ուրեմն դուք եք սև։ Ուրեմն 4-ն է սխալվում։ 4-ը պետք է դուրս գա։ Հակառակ դեպքում վատ պարտվում ենք։ Հա, որտեղ 2 սև է մնացել։ Ես 7-ին եմ, ինչ եմ կասկածում։ 7-ին եմ կասկածում։ Ու 4-ին, ու 6-ը։ Հիմա իրանք միասին արդեն պայմանավորվում են գիշերում պետք է կրակել։ 10 վայրկյան։ Հիմա ձեր խաղով դուք կարող ա, եթե սև չեք, եթե սև եք, շնորհակալություն, բրավո, խոնարհվում եմ, լավ եք խաղում։ Բայց եթե սև չեք, ուրեմն պետք է միանալ ու ընդունեք 4-ի Ժամանակ, շնորհակալություն։ Ընդունեք 4-ի թերթություն։ Համար 4 ընդունված է։ Համար 3։ Հա, ինձ էլա խոսք ասել։ Համար 4-ը կարմիր է, եթե 4 հանենք պարտվելու են, եթե իրոք կարմիր եք, եկեք հասկանանք, ինձ թվում է 7-ի մեջ կար 7-ը եթե կարմիր է, 9-ը սև է, եկեք 9-ին հանենք։ Ընդունեք 9-ի տեխնացություն։ Համար 9-ը ընդունված է։ Ո՞ւմը հանենք, 10-ի, 10-ին հանենք։ Ինչ բարդ է, 10-ի ընդունեք։ Չգիտեմ, ինչ հանեմ, հիմա ես 4-ը կարմիր է, ընդունեք 10-ի տեխնացություն։ Համար 10 հաստատված է։ 10 վայրկյան։ 9 եւ 10։ Կհասկանամ հետո ումը կդնեմ։ Այդքանը փաս, ընդունեք 9-ի եւ 10-ի տեխնացությունը փաս։ Հաստատված են ժամանակ, շնորհակալություն։ Դե ինչ։ Բարդ քննարկումների ցերեկ էր։ Արդյունքում ունենք 3 առաջադրված տեխնացու համար 10, համար 4 եւ համար 9։ Կրկնում եմ, համար 10, համար 4 եւ համար 9։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիչ ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel։ Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ iBolit հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը։ Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։
Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը, LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը, $379 գարեջուր, Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում եք բարի դիտում։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Արդեն հասկանալի չէ, համար 10։ Կարծում եմ, որ պարտված խաղա, որտեղ երկու սև խաղ խաղի մեջ։ Եթե դուք սև չեք, իսկապես համար 3, ուրեմն ներողություն, բայց պարտվեցիք դուք։ Ես։ Հա։ Խե։ Որովհետև համար 3 նկատողություն։ Եթե կարմիր եք, պարտվում ենք, որտեղ երկու սև կա խաղի մեջ, հիմա իրանք նույնիսկ ակնհայտ կարող են պայմանավորվել, որպեսզի հեռացնեն մի կարմիր։ Սևացավ նաև 9 է ինձ համար, բայց որ 7 սև աուչուտ։ Շնորհակալություն։ 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 Ես պարզապես չեմ հասկանում, էլի դուք այդքան ժամանակ բոլորդ խաղում եք այս խաղը, էլի լուրջ ես չեմ հասկանում ժողովուրդ։ Նա միչև այս պահը չեք հասկացել, որ հաղթանակ սևերին։ Շնորհավորում ենք սևերին եւ հիշեցնել այս խաղի սևերի թվերը։ Դրանք էին համար 6։ Ես չեմ ընդունում իմ պարտությունը, ես կգժվեմ։ Ես չդրեցի ձեռքս, չի դրի։ Համար 1-ը։ Բրավո, Ալեքսա։ Սա սեղանը գուտ է անում, սա տան չերը տոստի մեջ կասկար։ Ինը չէր դնում այն, դրա համար չէր դնում, մի կասկար չէր տեսել որ կարմիրը։ Դրա համար ես չդրեցի։ Այս խաղը հաղթել է ինը, ամենալավ խաղացել է ինը։ Սկզբից կարմիր էր, մինչև վերջ։ Եվ միակն էր ինը, որը իմ դեմ չքվարկեց, չէի՞ որ լավ խաղացող էր։ Ես քո շրիֆտները հավատում եմ, այսինքն 1, 2, 3, 4, 5 ձայն 8-ին հանում են, հասկացա՞ր։ Մենակ 10 չէր հավատում։ Գիտես թե չէր հավատում։ Մենակ դու չէիր հավատում։ Ես քեզ կարմրացնող շերիֆ եմ, դու պետք է ինձ պատժես կանես այդ պահին։ 6-ը սխալ շերիֆ բացվեց։ Սխալ տեղը ինքը բացարձակ կարիք չկար։ Գտա որ կոմանդնի մտածելակերպով, որ ավելավա մեկից մենք հիմա ամենաապասնի ինքը թիրախային է, հա, իրանից ձեռք քաշենք, բայց մենք կոմանդնի մեկա, մենք գրել ենք խաղը։ Կարմիրները ուղղակի շատ վատ խաղացին, մեջի որ սևերը շատ լավ են խաղացել, բայց կարծում եմ որ կարմիրները վատ խաղացին, համախմբած չէին խաղում։ Իմ պատճառով իմ թիմը պարտվեց, այս անգամ իմ ուզած գույններ, կարմիրներ, բայց իմ այդ մի ձեռքի հարվածով պարտվեցինք։ Չգիտեմ, ապշած եմ։ Երևի իմ շտանգայի մեջ ես այսքան պարտություն տանեի, ծանր չտանեի, բայց այստեղ շատ դաժան։ Ծափարել կարելի է համար 9-ին, որտեղ միակ ամենամաքուր կարմիր խաղացողը համար 9-ն էր, ես մինչև վերջ վստահում էի, վերջում պարզվեց որ ոչ։
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, այսօր էլ այսքանն էր։ Եղեք առողջ, ուրախ, երջանիկ եւ կամեցող։ Իսկ կրակոցները մեր կյանքում թող հանդիպեն միայն մաֆիայի սեղանի շուրջ։ Կհանդիպեն։ Մաֆիան քաղաքում